Երբ է, որ մենք սկսում ենք վկայել Հիսուս Քրիստոսի մասին, խաղաղություն մեզ։ Ես ուզում եմ խոսել, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում, որից հետո մեր ներսում արթնանում է ցանկություն վկայելու Հիսուսի մասին։ Եվ մի շատ լավ օրինակ կա Հովհաննես ավետարան առաջի գլխի 35-րդ համարից սկսված պատմության մեջ։ Հետևյալ օրը Հովհաննեսը դարձյալ կանգնած էր երկու աշակերտների հետ։ Նայելով Հիսուսի կողմը, որը պտտվում էր, ասում է. «Ահա Աստծո գառը»։ Այս լսելով երկու աշակերտները գնացին Հիսուսի ետևից։ Հիսուսը երբ դարձավ ու տեսավ նրանց, որոնք գալիս էին իրեն, ասում է նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանք էլ ասում են իրեն. «Ռաբբի, ո՞ւր է քո օթևանդ»։ Ասում է նրանց. «Եկեք ու տեսեք»։ Ավետարանը պատմում է, որ Հովհաննես Մկրտիչը իր աշակերտների հետ կանգնած էր ու տեսավ, թե ինչպես Տեր Հիսուսը պտտվում է, շարժվում, մարդկանց մեջ էր նա։ Եվ վկայություն է տալիս իր աշակերտներին ասելով. «Ահա Աստծո գառը»։ Երբ որ աշակերտները լսեցին այս մասին, նրանցից երկուսը գնացին Հիսուսի ետևից։ Ինչ է նշանակում Աստծո գառը։ Սա նշանակում է, որ նա է Աստծո պատրաստած զատիկը։ Նա է մորթվող գառը, որ իր արյունով մաքրելու է, սրբելու եւ փրկագնելու մեր կյանքերը։ Սա նման է մի հայտնության, որ աշակերտները ընդունեցին այս փաստը, այս ճշմարտությունը, որ Հիսուսն է իմ ու քո փրկիչը, մեր փրկիչը։ Բայց նրանք չբավականացան այս հայտնությունը ունենալով, որ ես ունեմ Հիսուսին որպես Աստծո գառը, որպես իմ փրկիչ։ Նրանք ուզեցին շարունակել Հիսուսի հետևից գնալ եւ ավելին ճանաչել եւ ավելի մտերիմ լինել Հիսուսի հետ։ Ու երբ որ գնում էին Հիսուսի հետևից, Տերը շրջվելով տեսավ եւ ասեց նրանց. «Ինչ եք կամենում»։ Ռաբբի, ուզում ենք իմանալ, որտեղ է քո օթևանդ։ Եկեք եւ տեսեք։ Ու երբ որ գնացին, գիշերը նրա հետ անցկացրեցին։ Իրենց գիշերը, իրենց ժամանակը Աստծո որդու հետ ունեցան։ Այդ ժամանակը նրա հետ անցկացրեցին։ Սա ցույց է տալիս մտերմիկ հանդիպում Տեր Հիսուսի հետ։ Սա ցույց է տալիս գիշերվա մեր աղոթքի կյանքը Աստծո որդու հետ։ Սա ցույց է տալիս մեր առանձնանալը Հիսուսի հետ։ Մտերմիկ շփումը, հաղորդակցությունը։ Կային մարդիկ, որոնք միայն լսել էին Հովհաննեսից, որ նա է փրկիչը, նա է Աստծո գառը։ Կային մարդիկ, որոնք միայն սրանով էին բավականացել, բայց ոչ այս երկուսը։ Ու երբ որ ամբողջ գիշերը Աստծո որդու հետ անցկացրեցին, դրանից հետո նրանք ինչ արեցին։ Սիմոն Պետրոսի եղբայրը Անդրեասը այն երկուսից մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսին ու նրա հետևից գնացին։ Նախ նա իր Սիմոն եղբորն է գտնում ու ասում նրան. «Գտանք Մեսիային», որ Քրիստոս է թարգմանվում, ու տարավ նրան Հիսուսի մոտ։ Հիսուսը նայելով նրան ասում է. «Դու ես Հովնանի որդի Սիմոնը, դու Կեփաս պիտի կոչվես, որ Պետրոս է թարգմանվում»։ Անդրեասը, որը իր գիշերը անցկացրել էր Հիսուսի հետ, որը իր գիշերային աղոթքը անցկացրել էր Աստծո որդու ներկայության մեջ, որը ունեցել էր այս մտերմիկ հաղորդակցությունը Հիսուսի հետ, կարծես մի կրակ էր ընդունել սրտի մեջ ու բոցավառվել, որ չէր կարող այդ կրակը թաքցնել, չէր կարող հանգիստ մնալ, առավոտյան ինչ փափակ ունեցավ, որ պիտի աներ, սա էր. գտնեմ եղբորս Սիմոնին, որ նրա հետ կիսվեմ այն թանկը, որը ես արդեն ձեռք եմ բերել։ Կիսվեմ իմ փրկության լուրը, կիսվեմ, որ երկնքի արքայությունն եմ ընդունել իմ սրտի մեջ։ Եկավ գտավ Սիմոնին ու վկայելով Հիսուսի մասին, որ գտել եմ Քրիստոսին, նրան բերեց Տեր Հիսուսի մոտ։ Ինչ է ստացվում, որ ավետարանը մեր բարձրացրած հարցին լուսավորություն տվեց։ Հարցը սա էր. երբ է որ մենք փափագ ենք ունենում Հիսուսի ավետարանը խոսել մեր ընկերներին, մեր եղբայրներին, մեր հարազատներին, մեր կողքը եղած մեր մտերիմ մարդկանց։ Սա այն ժամանակ է, երբ որ մենք անձամբ հանդիպելով Հիսուսի հետ ժամանակ ենք ունենում նրա հետ, աղոթքի կյանք ենք ունենում նրա հետ, հաղորդակցություն ու շփում ենք ունենում նրա հետ։ Սա նման է լինում մի երկնային կրակի,
որ այլևս հանգիստ չի տալիս մեզ։ Մենք ուզում ենք մեր ունեցածով կիսվել մեզ թանկ մարդկանց հետ։ Ու երբ որ Սիմոնը Անդրեասի վկայակոչությամբ եկավ Հիսուսի մոտ, ինչ կատարվեց։ Անդրեասը իր բաժինն էր արել, բայց կենդանի Հիսուսը իր բաժինն արեց։ Հանդիպելով նրան Հիսուսն ինչ ասեց. «Դու որ Սիմոնն ես Հովնանի որդին, դու կկոչվես Կեփաս, դու քար կկոչվես, դու Պետրոս կկոչվես»։ Անգամ Տեր Հիսուսը խոսեց, թե ապագայում ինչ անուն է նա ունենալու, փոխեց նրա անունը եւ տվեց նրա համար մի երկնային անուն, որ դու կլինես քար, որի վրա ես կհենվեմ, դու կլինես քար, որի ծառայության վրա ես կհիմնվեմ։ Եվ ապագայում մենք գիտենք, որ Տեր Հիսուսը Պետրոսին կանչեց, որպեսզի նա ծառայի հովիվ եկեղեցում եւ իր գառներին հովվի։ Իմ ու քո վկայությունը կարող է այնպիսի մարդկանց փրկության պատճառ դառնալ, որոնց Տերը ապագայում գործածի իր արքայության մեջ զորավոր կերպով, որոնք կարող են ապագայում դառնալ ծառայողներ, հովիվներ, Տիրոջ մշակներ։ Աստված օրհնի ինձ ու քեզ ու զորացնի, որ մենք չզլանանք ավետարանը կիսվել մեր ընկերների հետ։ Ամեն։